քաղաքացիները մեզ փոխանցում են, որ օրինակ Ռուսաստանից բերվող քաղաքացիները, որոնց այդ կալուգացին բերում է իր համար քվեարկելու համար, նրանց ասում են, որ մի քանի օր ավել պետք է մնաք Երևանում, որ հետընտրական միտինգներին մասնակցեք։ Այսինքն մենք դրա մասին վաղուց գիտենք, որ իրենք հետընտրական բան են պլանավորում, հիմիկվանից էլ, եւ սակայն մենք այդ միտինգները շատ ենք էլի տեսել ենք, թե ինչպես է, օրինակ շուրջ 1 ամիս պարալիզացված մնում Երևանի կենտրոնը մի քանի վրանով, եւ սակայն մարդիկ չեն աջակցել այդ հավաքներին եւ ստիպված սուսուփուս իրենք մի օր որոշել են եւ հավաքել են իրենց վրանները։ Հիմա նմանատիպ մի բան է լինելու, որտեղ քաղաքացիները գիտեն, որ ընտրությունները լեգիտիմ են լինելու, որ որևէ քվե չի հանուն մեզ, հա, մենք չենք կեղծելու եւ որևէ քվե մեզ ավել չենք վերագրելու, բոլորը դրա մասին գիտեն հիմիկվանից եւ բնականաբար վիճարկելու խնդիր չեն ունենալու, որովհետեւ տեսնելու են, որ արձանագրվել է այն, ինչպես իրենք քվեարկել են, հա։ Այնպես որ գիտեմ, որ լինելու է նման բան եւ մեր քաղաքացիներն էլ թող պատրաստ լինեն, որովհետեւ հիմիկվանից իրենք պլանավորում են, իսկ քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք, կանխատեսում եմ, որ մի քանի օր տենց մի քանի փողոց կպարալիզացնեն եւ շուտով կցրվեն իրենց տեղակայման վայրեր, հիմնականում Կալուգա,